Հրապարակի տեղեկություններով Միհրան Պողոսյանի հայոց համազգային միասնություն կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորում է հայտարարել հայոց համազգային միասնություն կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։ Օրերս նույն ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր նաև Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստան կուսակցությունը։ ՔՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբևեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ՔՊ-ում 4-րդն է Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գևորգ Պապոյանից հետո։ Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար։ Բացի այդ, ի պաշտոն էլ չի ներգրավվում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։ Ուստի շատերի կարծիքով այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողնել Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա, եւ շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային, բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ՔՊ-ում են ընդունում ու գնահատում ոչ շատ ագրեսիվ, ապա կուսակցական պահվածքը։ Եթե Փաշինյանի ձայները կապված են մի շարք հանգամանքների, նախ եւ առաջ վախի գործոնի հետ, Պապոյանի ու Պապիկյանի հարցում դեր են խաղացել ՔՊ մարզային կառույցների հետ ակտիվ կապերը, ապա շարքային ՔՊ-ականների հետ կարելի է ասել բացարձակապես կապ չունեցող Միրզոյանն իր ձայները ստացել է թերևս այն պատճառով, որ չեզոք է եւ հավասարակշիռ, թեև կարծիք կա, որ նրա օգտին քվեարկել են հաշվի առնելով խաղաղության գործընթացում նրա դերակատարումը։ Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլևս չի կարողանում գաղտնալսել իրենց Telegram եւ Signal կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի Pegasus գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի։ Pegasus ծրագիրը որպես կանոն տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով։ Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունը այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները որոշ տեղեկություններով մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։ Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել։ Նրանց նախազգուշացրել են, եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար չեն ներվի, անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն, կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից։ Նախ անվտանգ աշխատելու բոլոր ձևերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար։